Ոչնչացնելով շուրջ 60,000 ընտրողների և Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները, քաղաքական և բարոյական լեգիտիմության մեծագույն հարցական դրվեց ոչ միայն ազգային ժողովի, այլև ամբողջ պետական համակարգի լեգիտիմության վրա։ Այս դահլիճում իմ գործընկեր ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի բացակայությունը ընտրական իրավունքի կոպտագույն խախտում է, նաև դատաիրավական համակարգի քաղաքական կախվածության բացահայտ դրսևորում։ Ոստիկանության համակարգում շարունակվում է անպատժելիությունը։ 2025-ի դրությամբ որևէ ոստիկանական ծառայող քրեական պատասխանատվության չի ենթարկվել խաղաղ ցուցարարների դեմ ոչ իրավաչափ գործողությունների, ընդդիմադիր պատգամավորների խոշտանգումների, լուսաձայնային նռնակների ապօրինի օգտագործման, 101 անձի վնասվածքների դեպքերով, այն դեպքում, երբ բռնությունները տեղի են ունեցել առցանց։ Հակառակ ՍԵՊԱ պարտավորություններին Հայաստանում կալանքը շարունակում է մնալ ամենատարածված խափանման միջոցը։ 4 տարում թիվը կրկնապատկվել է հասնելով 2500-ի։ Թեև ամբողջությամբ բավարարման մակարդակը 77-ից իջել է 61-ի, սակայն չեն ապահովում միեդի չափանիշները՝ կալանքի անհրաժեշտություն, հիմնավորվածություն, համաչափություն, այլընտրանքային միջոցների առաջնայնություն։ Անմարդկային իրավիճակ է քրեական արդարադատության, կալանավորների ազատությունից զրկված անձանց իրավունքների ոլորտում։ Խոշտանգումներ, բժշկական օգնության անբավարար մակարդակ, անտանելի կենցաղային պայմաններ, ինքնավնասում, ինքնասպանությունների աճ և սրանք չեն դառնում պատշաճ քննության առարկա։ Քաղաքական մեծամասնությունը հանցավոր և բացահայտ հակասահմանադրական ընթացք է որդեգրել, հայտարարելով վեհափառ տիրոջը նորին սուրբոցություն Գարեգին II-ին հրաժարական պարտադրելու և ազգային եկեղեցու կառավարման կարգը, ինքնավար եկեղեցու կառավարման կարգը փոխելու իր նպատակադրումը։ Երբ իշխանությունն է որոշում, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին, ընդ որում ամեն գնով, իսկ որ ամեն գնով է բոլորս ենք տեսնում և ամեն օր, սա այլևս խոսում է ամեն բանի մասին, բայց ոչ իրավական պետության։ Հայաստանում չի գործում օրենքի գերակայությունը։ Հետևաբար դժվար է հայ մարդուն համոզել, որ իր քաղաքական և ոչ միայն քաղաքական բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ժողովրդի նկատմամբ սիրո հրապարակային խոստովանությունը ոչինչ է, երբ անվտանգային, իրավական և սոցիալական երաշխիքների փոխարեն կառավարության շենքից հերթական անկման անոնսն է կատարվում։ Ոչ մի իրավունք, ոչ մի խաղաղություն չի կարող ամբողջական լինել, քանի դեռ Բաքվում կա հայազգի գեթ մեկ պատանդ։ Ես այդ աշխատանքը փորձում եմ անել նաև միջազգային հարթակներում և այդ աշխատանքը շարունակելու եմ բոլոր հնարավոր հարթակներում։